Ադրբեջանի նախագահը Բաքվում ընդունել է Լատվիայի նախագահ Էդգար Սրինկևիչին։ Քննարկվել են երկկողմ գործակցությունը եւ Հարավային Կովկասում զարգացումները։ Իլհամ Ալիևն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերություններին եւ խաղաղության գործընթացին։ Նրա խոսքով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև արդեն փաստացի խաղաղություն է հաստատվել։ Ալիևը հիշեցրել է, որ օգոստոսի 8-ին ինքը եւ Հայաստանի վարչապետը հրավիրված էին Սպիտակ տուն, որտեղ նախաստորագրվել է խաղաղության համաձայնագիրը։ Վաշինգտոնում հանդիպումից հետո բազմաթիվ իրադարձություններ են եղել, առևտրային հարաբերություններ են հաստատվել, նավթամթերք են արտահանում, մանրամասնել է Ադրբեջանի նախագահը։ Իլհամ Ալիևը նաև համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանի եւ Հայաստանի քաղաքասարակության ներկայացուցիչների փոխայցելությունները նպաստում են հարաբերությունների կարգավորմանը։ Լատվիայի նախագահն էլ հույս է հայտնել, որ խաղաղության համաձայնագիրը շուտով կստորագրվի։ Նրա խոսքով դա կարևոր կլինի ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի համար։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն Անկարայցի ընթացքում հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը միշտ կպաշտպանի Թուրքիային։ Մարկ Ռյուտեի խոսքով Իրանի շուրջ զարգացումներն ազդել են ամբողջ տարածաշրջանի վրա։ ՆԱՏՕ-ն պատրաստ է առերեսվել նման սպառնալիքների եւ կանի հնարավոր է Թուրքիային եւ մնացածին պաշտպանելու համար, հավելել է դաշինքի գլխավոր քարտուղարը։ Ռյուտեն հիշեցրել է, որ Թուրքիայում հակաօդային պաշտպանության լրացուցիչ սարքավորումներ են տեղակայել եւ անհրաժեշտության դեպքում պատրաստ են ավելացնել դրանք։ Նաեւ նրա խոսքով հանրապետությունը հեղափոխական հաջողությունների է հասել պաշտպանական արդյունաբերության ոլորտում։ Մարկ Ռյուտեն հավելել է, որ այդ ոլորտում թուրքական փորձը կարող է օգտակար լինել ՆԱՏՕ-ի համար։ Զապորոժիայի շրջանում ռուսական ուժերը հարվածել են երկաթգծի, ինչի հետևանքով զոհվել է գնացքավարներից մեկը, կան վիրավորներ։ Խարկովում եւս տրանսպորտային ենթակառուցվածք է թիրախավորվել, հայտնի է մեկ զոհի եւ վիրավորի մասին։ Ավիահարված է հասցվել Սումիի շրջանին, անօդաչու թռչող սարքերը հարվածել են բնակելի շենքերի, հրդեհներ են բռնկվել, կա մեկ զոհ։ Ռուսական կողմն էլ հայտնել է, որ ուկրաինական ուժերը հարվածել են Սամարայի շրջանին, Սիզրանում 2 մարդ է զոհվել, հաղորդվում է 10-ից ավելի վիրավորի մասին։ Ռուսաստանի ՊՆՏՎ-ով գիշերը ոչնչացվել է ուկրաինական 155 անօդաչու թռչող սարք։ Ըստ գերատեսչության թիրախում են եղել Կուրսկի, Սամարայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Սարատովի, Պենզայի, Ուլյանովսկի, Վոլգոգրադի, Ռոստովի մարզերը եւ Կրասնոդարի երկրամասը։ Զուգահեռ օրակարգում է Վաշինգտոնի միջնորդությամբ բանակցությունները վերսկսելու հարցը, սակայն դրանք ժամանակավորապես դադարեցվել են Իրանի շուրջ զարգացումներով պայմանավորված։ Ուկրաինայի արտգործնախարարը հայտարարել է, որ Կիևը կողմ է Ուկրաինայի եւ Ռուսաստանի ղեկավարների միջև հանդիպման անցկացմանը եւ այդ հարցով դիմել է որոշ երկրների։ Դիմել ենք այդ թվում Անկարային, պատրաստ ենք գնալ ցանկացած մայրաքաղաք բացի Մինսկից եւ Մոսկվայից։ Դա կարմիր գիծ է, շեշտել է Անդրի Սիբիհան։ Դիանա Գասպարյան, լուրեր։